Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 4-րդ գլուխ Ուխտի դաբանագին գրավումը Իսրայել փղշտացներուն թեմ բادرազմելու գնաց եւ Ափենեզերի մեջ փանագեցավ, իսկ փղշտացիները Ափեգի մեջ փանագեցան։ Փղշտացիները Իսրայելի թիմաց շարվեցան։ Երբ բادرազմը դարածվեցավ, Իսրայել բարդվեցավ փղշտացներուն առջև, որոնք ռազմատաշտին վրա զորասյունեն 4000 մարդու չափ գոդորեցին։ Երբ ժողովուրդը փանագավայրը վերադարձավ, Իսրայելի երեցները ասին. Ինչու դերը մեզ գոդորեց այսօր փղշտացներուն առջև։ Վիրոջ ուխտին դաբանագը սելովեն մերքով բերենք, որ մեր մեջ գտնվի ու մեզ ազատե մեր թշնամիներուն ցերկեն։ Ուստի ժողովուրդը մարդիկ գրգեց դեպի սելով, որ քերոպեներու վրա բազմող զորքերու դիրոջ ուխտին դաբանագը անգե փոխադրեն։ Հեղիի երկու որդիները Վոպնի եւ Փենեհես հոն էին Աստուծո ուխտին դաբանագին հետ։ Եվ դիրոջ ուխտին դաբանագը փանագավայրը հասավ, ամբողջ Իսրայելը մեծ կոչյունով կորած, այնպես որ կեդինը թղրտաց։ Փղշտացիները այդ կոչյունի աղմուկը լսելով ասին. Ինչ կնշանակի եբրայեցներու փանագավայրի մեջ այս մեծ կոչյունի աղմուկը։ Երբ հասկացան, թե դիրոջ դաբանագը փանագավայրը եկած է, փղշտացիները վախցան, որովհետև ասին. Աստված փանագավայրը եկավ։ Նաև ասին. Վայ մեզի, քանի որ ասկի առաջ այսպիսի բան եղած չէ։ Վայ մեզի, ով մեզ պիտի ազատե այս զորավոր աստվածներուն ցերկեն։ Ասոնք են այն աստվածները, որ Եգիպտոսը ամեն տեսակ բադուհասներով զարգին անաբադի մեջ։ Ուժոցեք ու գդրիչ եղեք, ով փղշտացիներ, որ եբրայեցներուն ըստրուկ չլակ, ինչպես անոնք ցեզի ըստրուկ եղան։ Ուստի գդրիչ եղեք եւ անոնց դեմ բادرազմեցեք։ Երբ փղշտացիները բادرազմեցան, Իսրայել բարդվեցավ ու ամեն մարդ իր վրանը փախավ։ Շատ մեծ բարդություն եղավ եւ Իսրայելեն 30000 հետևակ զորք ինգավ։ Նաեւ Աստուծո դաբանագը գրավեցավ ու Հեղիի երկու որդիները Վոպնի եւ Փենեհես մեռան։ Հեղիի մահը Փենյամինեն մարդը զորասյունեն վազելով նույն օրը սելով հասավ։ Իր վերարգուն բադրված էր ու գլուխին վրա հող ցանած էր։ Երբ հոն հասավ, ահա Հեղի աթորիմը վրա նստած ջամփային եզերքը կսպասեր, քանի որ Աստուծո դաբանագին համար սիրտը գթողար։ Երբ այդ մարդը քաղաք մտնելով բադահածը պատմեց, ամբողջ քաղաքը աղաղագեց։ Հեղի այդ աղաղագին աղմուկը լսելով ասավ. Ինչ կնշանակի այս աղմուկին ցայնը։ Այդ մարդն ալ շուտով վազեց եկավ ու բադահածը Հեղիի պատմեց։ Հեղի 98 տարեկան էր։ Աչքերը այնպես մտակնած էին, որ չեր գրնար տեսնել։ Այդ մարդը Հեղիի ասավ. Զորասյունին մեջ են եկողը ես եմ։ Զորասյունեն այսօր փախա։ Անալսավ, որտյակ ինչ եղավ։ Լուր Պերողը պատասխանեց. Իսրայել փղշտացներուն արջևեն փախավ, նաև ժողովրդին մեջ մեծ գոդորած եղավ։ Նույնիսկ ու երկու որդիներդ Վոպնի եւ Փենեհես մեռան ու Աստուծո դաբանագը գրավվեցավ։ Երբ Աստուծո դաբանագը իշադագեց, Հեղի աթորեն գրնագի վրա ինգավ թրանքով, ողնահարը գոդրեցավ եւ մեռավ, քանի որ ձեր ու ծանրացած մարդ մներ։ Ան Իսրայելի մեջ 40 տարի թադավոր եղած էր։ Փենեհեսի գնոջ մահը Անոր հարսը Փենեհեսի գինը հղի էր ու ծնանելու մոտ։ Երբ Աստուծո դաբանագին գրավվելուն եւ իր գեսրայրին ու ամուսինին մեռնելուն քույժը լսեց, ծրեցավ եւ ծնավ, քանի որ անոր ցավերը բռնեցին։ Երբ գմերներ կովը գայնող գիները անորսին, մի վախնար, որովհետև որդիմը ծնար, բայց ան չպատասխանեց եւ ուշադրություն չդարձուց։ Դղային անունը Իքափոթ գոչեց, ասելով. Իսրայելեն փառքը փոխադրվեցավ։ Արդարև Աստուծո դաբանագը գրավեցավ եւ իր գեսրայրն ու ամուսինը մեռան։ Անասավ. Իսրայելեն փառքը փոխադրվեցավ, քանի որ Աստուծո դաբանագը գրավեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։